Դատարանը հիմնազուրկ է համարել նախաքննական մարմնի պնդումները, թե գործարար Սամվել Կարապետյանի գրասենյակի աշխատակիցը ընտրակաշարք է բաժանել։ Պնդում է այս գործով զբաղվող փաստաբան Տիգրան Հայրապետյանը։ Ըստ նրա, հենց այս պատճառով էլ կաշառքի մեղադրանքով օրերս ձերբակալվածներից մեկին կալանավորելու քննիչի միջնորդությունը ամբողջությամբ մերժվել է։ Այս դրվագով մեղադրվող 3 անձանցից միայն մեկն է այս պահին կալանավորված։ Կաշառքի դրվագը առաջինը դատարանը վերլուծեց այս բոլոր իրավահարաբերությունները, կասկածի տակ չդնելով եղելա չի եղել, ասաց, որ անգամ եթե 100%-ով հաստատված է այս ամեն ինչը, այստեղ քրորեն պատժելի արարք չկա այստեղ կաշառքի դեպք։ Ըստ իրավապահների, գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժը Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում գրասենյակ է բացել, գրանցել ձևական աշխատակիցների եւ նրանց հանձնարարել հավաքագրել մարդկանց, ովքեր ընտրություններին կքվեարկեն Ուժեղ Հայաստան կուսակցության օգտին։ Հակակոռուպցիոն կոմիտեից պնդել են, թե ընտրակաշառքի փաստը քողարկելու համար այդ անձանց տրամադրվող գումարը ձևակերպվել է որպես աշխատավարձ։ Դատարանն ասաց, երևում է խոսակցություններով աշխատավարձ է ստացել, Ուժեղ Հայաստանի օգտին բուկլետներ է բաժանել ու խոստացել է քարոզչության արդյունքում էլ 170 ձայն բերի։ Այստեղ սա լրիվ տեղավորվում է նախընտրական քարոզչության շրջանակներում, այսինքն այստեղ ընդհանրապես հանցագործության դեպք չկա։ Դատարանը ոչ միայն կալանքը խափանման միջոց չընտրեց, դատարանը ընդհանրապես որևէ խափանման միջոց չէր կարող ընտրել, որովհետև հիմնավոր կասկածը գտավ չկա, ավելին ոչ միայն հիմնավոր կասկածը չկա իմ պաշտպանյալը, որ այդ արարքի հետ կապված, այլ ինքը դատարանը վերլուծեց այդ արարքը եւ պատճառաբանված հիմնավորեց, որ այդ արարքը քրորեն պատժելի արարք չի։ Նախաքննական մարմնի տարածած հաղորդագրության մեջ լսվում է, թե ինչպես են 2 տղամարդ քննարկում երրորդ մեկին ընդհանուր առմամբ 150,000 դրամ տալու հարցը։ Մեկ այլ տղամարդ էլ դժգոհում է, որ հունվար ամսվա համար փող չի ստացել եւ 180 հոգուն, որն ինքը ունի, մեջբերեմ կտա ուրիշին։ Փաստերն ասում էին, որ անձը աշխատավարձ է ստացել եւ այդ աշխատավարձը ստացել է 1 ամիս գնացել է փաստորեն բուկլետներ բաժանել, երկրորդ ամիսը չի գնացել բուկլետներ բաժանելու, իրեն այդ աշխատավարձը չէին տվել։ Ինքն էլ նեղացել էր, ասում էր, դե ես չեմ գալի էլ ձեր հետ, այդ 170 ձայնը կտանեմ ուրիշին կտամ։ Սա էր խոսակցությունը։ Անհեթեթ է, չէ, 150,000 դրամ վերցնել 180 ձայնի համար, այսինքն ամեն մեկին 730 դրամ պետք է ինքը 180 հոգու տաներ 730 դրամ բաժաներ։ Դատախազությունից ազատությանը փոխանցեցին, այս գործով ձերբակալվածների վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկելու են։ Փաստաբանի խոսքով սպասելի էր, որ դատախազությունը կբողոքարկի։ Փորձելու են հասնել նրան, որ ինչ որ մի դատարան ասի, չէ, գիտես, այս դատարանը սխալ էր, կա այստեղ։ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունից հետո ՔՊԱ-կանները տարբեր ամբիոններից արդեն հայտարարում են, թե գործարար Սամվել Կարապետյանի ուժը զբաղված է կաշառք բաժանելով։ Մինչև իրավապահները կապացուցեն իսկապես կաշառք բաժանվել է, թե ոչ, նույնը պնդել է նաև վարչապետը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որին դուք sense թվագրում եք, փաթեթավորում եք, որոշում եք, որ փողով կարաք առնեք եւ ծախեք։ Ձեզ ապրանքի պես փաթեթավորելու է ու դնելու է այնտեղը, որին դուք արժանի եք։ Նիկոլ Փաշինյանը այս տեսանյութում նաև կարդում էր նախաքննական մարմնի հրապարակած ձայնագրությունից հատվածներ։ Փաստաբանն այսօր պնդեց, թե այդ բոլոր գաղտնալսումներն արվել են առանց դատարանի որոշման։ Պնդեց, համատարած գաղտնալսում են Ուժեղ Հայաստանի աջակիցներին։ Երբ որ դատարանում հարցրեցինք, ասեցինք դուք գաղտնալսում եք ներկայացնում, ունեք դատարանի թույլտվություն, պարզվեց դատարանի թույլտվությունն էլ չունեն։ Իսկ այն արարքի մեջ ինչ որ մեղադրում են անձը ընտրակաշառք վերցնելը շատ ավելի մեղմ հանցագործություն է, եթե հաստատվի դա, քան երբ որ դու անձանց պետական պաշտոնատար անձես քո լիազորությունները չարաշահելով անձանց գաղտնալսես։ Հակակոռուպցիոն կոմիտեից փորձեցինք պարզաբանում ստանալ փաստաբանի այս պնդումների վերաբերյալ, սակայն մեր զանգերին չպատասխանեցին։